Բոլորովին գաղտնիք չեմ ասում, որ նրանք նույն քաղաքական թևի շարունակություններն են եղել, մեկը մի 10 տարի, մյուս 10 տարին, ասենք, կառավարել են եւ գրեթե նույն կերպի կառավարում են ունեցել, այսինքն այն բոլոր մեղսագործությունները, որ մենք մեղսադրում ենք Քոչարյանին, հավասարաչափ վերաբերվում են Սերժ Սարգսյանին եւ հակառակ, այսինքն նրանք նույն էլի եմ ասում քաղաքական երկվորյակներն են եւ բնականաբար նրանց երկուսի միակ բանը նույն իրենց իշխանություն հետ բերելն է եւ իրենց Սարգսյանն ասում է տեսեք ինքը իրանով չի գա իշխանության, բնականաբար ինքը չի ուզում տեխնացություն տնի, բայց դա չի նշանակվում, որ իր կուսակցությունից որևէ մեկը չի առաջադրվելու տեխնացություն, իսկ ինչը նույն բանն է, ոչ մի տարբերություն չկա։ Եվ էլի եմ ասում, քան որ նրանք նույն տեղից են սնվում, նույն կերպ են մտածում եւ այլն, եւ նրանց պետք է որ իրենց գողոնը եւ ամեն ինչը այդ միլիոնները չտան, որովհետեւ հավասարաչափ թալան երկուսն էլ արել են, ոչ մեկ թող չմեղսագործի, այս պահին դատախազությունում կա, հետագայում կտեսնենք արդեն ինչեր կպարզվեն։ Ես ասում եմ մեր քաղաքացիները մեզ անընդհատ մեղադրում են, բոլորս ենք խոսում այդ մասին, որ 7 տարի, բայց պետք է հստակ հասկանանք, որ ինստիտուտների կառուցումն էլ հեշտ գործ չէր, օրենսդրական կարգավորումներն էլ հեշտ գործ չէր, մենք այդ ամեն ինչը արել ենք, հասցրել ենք, հիմա արագ կարծես գործեր իրար հետևից ի հայտ են գալիս, ինչը այդպես անհանգստություն ու վրդովմունք է առաջացնում մեր ընդդիմադիրների կողմից,